այսօրվա այդ ոստիկանը, որը համարձակվում է քաղաքացուն խփել, վնասվածք պատճառել, ինքը վստահ է, որ իրեն չեն պատժելու, ինքը անպատիժ է մնալու, այսինքն ինքը չի փոխվել։ Եթե պարեկային ծառայության դեպքում հիմնականում մենք նոր ոչ մասնակի դասված, ոչ պրոֆեսիոնալ մարդկանց հետ գործ ունենք, բայց ընդհանուր ոստիկանության բաժիններում հիմնականում դրանք են նույն ոստիկաններն էին, որոնք ասենք 5-6 տարի առաջ շատ ավելի արհեստավարժ էին, քան հիմա, եւ սա պայմանավորված է այն հանգամանքով, որ ոստիկանությունը ինքը դարձել է երկրի կառավարիչի կողմից անձնական օգտագործման կառույց, պատժիչ գործողություններ իրականացնող կառույց, եւ եթե որևէ մեկը հասկանում է, որ իրենից է կախված երկրի կառավարիչի լինել չլինելու հարցը, գոյության կամ չգոյության հարցը, ինքը անկախ իրենից նաեւ սկսում է իրեն տրված լիազորությունները անցնել, որովհետև ինքը շատ լավ հասկանում է, որ ենթադրենք այս 2021 կամ 22 կամ 23 թվականին կարողացա ճնշել, թույլ չտալ, որպեսզի ժողովուրդը հավաքվեր, որպեսզի ժողովուրդը կարողանար իր իրավունքը իրացնել եւ երկրում կառավարիչ փոխել, հետեւաբար այս կառավարիչը հենց ինձ է պարտական։ Եվ եթե ես իր համար, չգիտեմ, օրենք եմ խախտելու, ուրեմն օրենք կխախտեմ նաեւ օրինակ իմ հաճույքի համար, կամ ասենք իմ չագերտավոր ինքնասիրությունը վերականգնելու համար, այսինքն սա զուտ խրախուսվում է երկրի կառավարիչների կողմից եւ առհասարակ նաեւ մենք տեսնում ենք, որ այսօրվա կառավարության ներկայացուցիչները իրենք առհասարակ գոնե վերջին 3 տարում ոչինչ չեն արել երկրում քաղաքացիների կյանքը բարելավելու համար եւ ընդհակառակը օր-օրի յուրաքանչյուր իրենց ընդունած որոշումով, յուրաքանչյուր իրենց ընդունած օրենքով ավելի են դժվարացել եւ ցանկացած օրենք այս տարիների ընթացքում ինքը միշտ ժողովրդի դիմադրությանն է հանդիպել։ Սկսած դեռևս 19 թվականի Իջևանի հայտնի դեպքերից, որտեղ հենց հայտնի կապիտուլյանտը այրան ծովեր էր խոստանում եւ այրան ծովեր էր ուզում, վերջացած ընդամենը 3 նորաձևություն տեղի ունեցած, այսպես ասած, կայծու օպերացիայով, դրանք ընդամենը ցույց տվեցին մի բան, որ այս երկրի իշխանությունը ինքը առհասարակ չի տիրապետում իրավիճակին, ինքը փորձում է որոշումներ կայացնել, այսպես առանց երկար բարակ մտածելու, որը իր հերթին բերում է ժողովրդի դիմադրությանը եւ այդ դիմադրությունը կոտրում են ոստիկանության միջոցով։ Եվ արդյունքում ոստիկանությունն էլ հասկանալով իր կարևորությունը կապիտուլյանտի կյանքի եւ գոյության համար, ինքն էլ սկսում է ավելի այսպես ազատ եւ բացի թողի գործել։ Այսինքն սա զուտ այս ամեն ինչի թիվ 1 պատասխանատուն եւ մեղավորը երկրի գործող իշխանությունն է, որը իրականում այս երկրի քաղաքացիներին, հպարտ քաղաքացիներին վերածեց վերջնականապես տուգանքի, ծեծելու, նաեւ սպանելու մատերիալներ։ Պարոն Պողոսյան, մենք նաեւ տեսանք, որ շաբաթ օրը երբ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում էր, այսպես ոստիկանական շարասյուններով էր, այսպես փողոցը դուք ինքներդ հաստատ առնչվել եք, որ երթևեկությունը ամբողջովին կապվածահար էր։ Նման կերպ ոստիկաններին լցնել փողոցները, այսպես ոտքի հանելը, արդյոք խոսում է այն մասին, որ իշխանությունը որոշակի վախեր ունի։ Միանշանակ, տեսեք, Փաշինյանի կողմից այդ ոստիկանական շքերթները, այսպես ասած, իրանք երկու նպատակ են հետապնդում։ Առաջի հերթին ինքը իր էությամբ լինելով չափազանց վախկոտ արարածը, ինքը ամեն վայրկյան, ամեն պահի զգուշանում է յուրաքանչյուրից։ Օրինակ հրապարակի մի հատվածում իջնելու համար ինքը կարողացավ կամ ավելի շուտ ինքը պարտադրեց, որպեսզի Գյումրու ամբողջ կենտրոնը կատվածահար են կանգնեցնեն մարդկանց եւ մեքենաների շարժը։ Այսա խոսում է իր վախերի մասին։ Վերջին հաշվով ինքն էլ է շատ լավ հասկանում, որ ծանր հանցանքներ է գործել, գեր ծանր հանցանքներ, երևի հայոց պատմության մեջ ավելի ծանր հանցագործներ համենայն դեպս ես այս պահին չեմ հիշում, նույնիսկ Վեստ Սարգիսը ինչ որտեղ զղջաց եւ Սուրբ Սարգիս եկեղեցին կառուցեց
անիմայր քաղաքում եւ ինչ որ ձևով փորձեց նաեւ նպաստել հայապահպանությանը իր դավաճանությունից հետո իսկ Փաշինյանը ընդհակառակը մինչեւ այս պահը իր յուրաքանչյուր գործողությունները միտված են հայկականությունը Հայաստանի երկու հանրապետությունները վերջնականապես փլուզելուն եւ նա հասկանում է որ մի օր ինչ որ մի քարի տակից ինչ որ մի ծառի հետևից հաստատ մեկը հայտնվելու է իրենից հաշիվ է պահանջելու եւ երկրորդ տարբերակը նորից որը վախից է բխում նաեւ ինքը ուզում է դրանով ցույց տալ որ ինքը հզոր է այսինքն ինքը ուզում է սովորական քաղաքացիների ուղեղներում մտցնել այնպիսի մի իրավիճակ որ ինքը անպատժելի է ինքը հզոր է եւ ինքը հավերժ է երբ որ ժամանակին ինքը խոսում էր 2050 թվականի համար շատ լավ ինքն էլ էր հասկանում որ ինքը երևի թե այդքան կյանք չունենա բայց այդ 2050-ը շեշտելով ինքը ուզում էր մարդկանց գիտակցությունների մեջ մտցնել որ չմտածեք երբևէ ինձ փոխելու մասին ես հավերժ եմ եւ ես ինչ ուզեմ եւ դա պետք է անեմ ու մենք էլ 2020 թվականի նոյեմբերինից հետո միայն մեկ բան ենք տեսել որ ինքը անընդհատ թաքնվել է ոստիկանական համազգեստի հետևում շատ դեպքերում նույնիսկ մամուլում հիշում եք տեղեկություններ տարածվեցին որ այդ ոստիկաններից մի մասը, չգիտեմ, Կրզոյի ախրանիկներ էին, մյուս մասը Թուրքիայից էին բերվել եւ միջև վերջ այն ժամանակվա ոստիկանությունը, այսօրվա ներքին գործերի նախարարությունը երբեք չհերկեցին այդ լուրերը։ Այսինքն սա խոսում է մի բանի մասին, որ ինքը ունի շատ մեծ վախեր, ինքը ունի շատ մեծ ցանկություն խուսափելու պատժից իր իշխանությունը երկարաձգելու եւ այդ հարցով ինքը հիմնված է ոստիկանության վրա եւ ես վստահ եմ որ առաջիկա, չասեմ տարիներին, որովհետեւ վստահ եմ ինքը առաջիկա տարիների կեցություն կամ երկարաձգելու հնարավորություն չունի, բայց նույնիսկ առաջիկա շաբաթների կամ ամիսների ընթացքում դուք կտեսնեք, որ ոստիկանական բեսպրեդելը մեր երկրում էլ ավելի է աննախադեպ թափերի, աննախադեպ այսպես արդյունքներ գրանցելու։ Պարոն Պողոսյան, այս իշխանությունը շատ է խոսում բարեփոխված ոստիկանական համակարգի մասին, թեպետ դրա համար նախադեպ եւ այսպես մատնանշում է բերում բարեկային համակարգի ներդրումը, բայց փաստացի կյանքը ցույց տվեց, որ ոստիկանությունը ասել համազգեստով փոփոխության հետ կապել, ընդհանրապես փոխվել է համազգեստը ավելի գեղեցիկ համազգեստով են ավելի լավ մեքենայով, բայց կուզեմ այս մասով ձեր կարծիքն իմանալ։ Տեսեք, բարեփոխված ոստիկանություն։ Իհարկե չեմ տեսնում, ավելին ասեմ, այ Փաշինյանի նշած այդ բարեկային ծառայությունը ինքը իրականում չարիք է։ Եվ պատահական չի, որ մենք շատ հաճախ նաև այսպես կիսահումոր ասում ենք, որ հարգելի քաղաքացիներ բարեք տեսնելու դեպքում զանգահարեք 102, որովհետև իրենք որպես ոչ արհեստավարժ մարդիկ, իրենք որպես էլ ավելի այսպես մեծ արդյունություններ եւ ամենակարևորը զենք ստացած զենք օգտագործելու իրավունք ունեցող անկիրթ մարդիկ մեծամասամբ իրենք իսկապես մեր հասարակության համար չարիք է։ Դուք լավ հիշում եք, որ անձամբ ես 2023 թվականի ընթացքում բազմաթիվ դեպքեր, բազմաթիվ տեսանյութեր եւ բացահայտումներ եմ ներկայացրել բարեկների գործած հանցանքների մասին։ Մի դեպքում թմրանյութերի հետ նրանց ունեցած կապը, մյուս դեպքում բնակարանային գողություն, սպանություն, այսինքն ինչ քրեական օրենսգրքի մեջ ինչ ծանր հանցագործություններ կար, մենք այդ հանցագործությունների մասով տեսանք բարեկների ուղղակի մասնակցություն, եթե ոչ հենց իրենց կողմից կատարված գործողություններ։ Շատ դեպքեր են եղել նաև նրանց կողմից քաղաքացիների նկատմամբ բռնությունների կիրառումը, բայց խոշոր հաշվով մենք դեռևս չենք տեսել մի դեպք, որ ասենք բարեկը պատժված լինի օրենքով նախատեսված ձևով, չի եղել որպես այդպեսին։ Եվ սա նույնպես խոսում է Փաշինյանի եւ նրա թիմի դիտավորյալ բացի թողի վիճակներ ստեղծելու եւ իրենց կողմից նաեւ ոչ արհեստավարժ մարդկանց ներգրավելու եւ երկու այսպես ասած գործողությունները միաժամանակ իրենք բերում են խոշոր հաշվով այնպիսի ծանր այլանդակությունների, ինչպիսին ասենք Հրազդանում տեղի ունեցած դեպքեր, երբ որ քաղաքացուն ուղղակի սպանեցին եւ հետո փորձեցին ինչ-որ կերպ դա ներկայացնել որպես դիմադրություն եւ անհրաժեշտ ինքնապաշտպանություն, բայց իրականում որպես այդպիսին
որևէ հատկանիշ ամենայն դեպս մենք չտեսանք, հասարակությունը չտեսավ, ավելին ես այդ գործի մասով բավականին շատ մանրամասնություններ ներկայացրեցի հասարակությանը, ուղարկեցի նաև այդ տեսանյութը ոստիկանություն, բայց մինչև վերջեր նույնիսկ մի զանգ չեմ ստացել, որ օրինակ ասեն, որ գիտեք, մենք ձեր տեսանյութը ուսումնասիրել ենք եւ եկել ենք ինչ-որ եզրահանգման։ Այսինքն բացարձակապես 0 ձայն, 0 ուշադրություն եւ միանշանակ արդեն սա նորից ինձ եւ շատերին իրավունք է տալիս, որովհետեւ մենք հայտարարենք, որ այդ բացի թողի եւ այդ ոչ պրոֆեսիոնալ կադրերով լսված ոստիկանությունը կամ ոստիկանության պաշտոնի ինքը դիտավորյալ պետության կողմից հանցավոր դիտավորությամբ չարիք է մեր հասարակության եւ մեր երկրի քաղաքացիների կողքին։